Էդվարդ Միլիտոնյան Արեգ տղայի և Չիպո կրյայի տարօրինակ պատմությունը։ Հենց սկզբից ասեմ, ձեզ չտանջեմ, Չիպոն կրյա է։ Նրան մի տղա է գտել Հայաստան երկրի Հանքավան բնակավայրի Մարմարիկ գետի հովտից։ Գտնելու պահին տղան ճչաց. «Մամ, գազան եմ տեսել»։ Մայրիկը մոտեցավ և ժպիտը երեսին ասաց. «Արեգ ջան, կրյա է, գազան չէ»։ Արեգ տղան կռացավ, բռնեց կրյայի պատյանից, և նա այնքան փոքր էր, որ տեղավորվեց Արեգի ափում։ Մի ափ կրյա էր։ Մայրիկն ասաց. «Արեգ ջան, ուզում ես վերցնենք հետներս»։ Տղան ասաց. «Բայց անուն չունի»։ «Դու դիր անունը, ինչ ես ցանկանում»։ Եվ Արեգի բերանից դուրս թռավ Չիպո։ Չիպո դնենք անունը։ Ոչ ոք չգիտի, թե ինչու Չիպո, թե ինչու դուրս թռավ այդ տարօրինակ անունը։ Եթե ճիշտն ասեմ, Արեգն էլ չգիտեր ինչու Չիպո։ Այդպես ստացվեց, և մայրիկն ասաց. «Լավ անուն է, Չիպո, Չիպոլինո»։ «Ոչ», ասաց Արեգը, «Չիպո, միայն Չիպո»։ Ընտանիքն ապրում էր Գերմանիայի Հոխհեյմ քաղաքում, և բնականաբար Չիպոն հայտնվեց Երևանի Զվարթնոց օդանավակայանում, Մայրիկ Լիլիթի Տաբատի գրպանում։ Օդանավակայանի հսկիչները ստուգում էին ուղևորներին, տնտղում նրանց հագուստը, զենք էին փնտրում։ Բայց Չիպոն զենք չէ, անգամ ատրճանակ չի հիշեցնում։ Սակայն եթե շոշափեին նրան, անշուշտ կձերբակալեին կամ առնվազն թույլ չէին տա անցնի Հայաստանի սահմանը, որովհետև ոչ մի փաստաթուղթ չուներ։ Երկրից երկիր արգելվում է առանց փաստաթղթային ձևակերպումների կենդանի տեղափոխել, իսկ Չիպոն, եթե զենք չէ, ապա կենդանի։ Իրոք որ է, թող որ պստլիկ, մի ափ, թեպետ 3 օր Արեգի հետ սնվել էր ու մի քիչ մեծացել, բայց ափից դուրս չէր եկել, այնպես որ Չիպոն զգում էր Լիլիթ մայրիկի սրտխփոցը, իրեն բռնած ձեռքի տագնապալի ջղաձգումը, և չգիտեր ինչու է այդքան արագ զարկում բարի տիկնոջ սիրտը։ Արեգի աչքերի մեջ կծկվել էր արցունքը և դուրս կթռչեր, եթե հսկիչը շոշափեր մայրիկի գրպանը։ Սակայն Լիլիթի ժպտուն աչքերը շեղեցին հսկիչին, և Չիպոն ու ամբողջ ընտանիքը անցան սահմանը։ Չիպոն առաջին անգամ ընկավ արտասահման, այն էլ գրպանի մեջ։ Լիլիթ տիկնոջ սրտի զարքերը դադարեցին, ինչպես Չիպոյի սրտի բաբախյունը։ Արեգի կծկված արցունքը ետ թռավ փոքրիկ գնդակի պես, իսկ նրա հերացու Ջուզեպպեն, որն իտալացի էր, հատկապես սիցիլիացի, ուժգին փռշտաց։ Չիպոն մտածեց. այս սիցիլիացիք կարող է ծնվել են ամպրոպի՞ց։ Չիպոն այդպես էլ չտեսավ, թե ինչ բան է ինքնաթիռը։ Երբ ինքնաթիռը թափավազքով սլացավ օդ ելավ, կրյային թվաց Տաբատի գրպանն է սուրում, թռչում։ Նրան գրպանից դուրս չէր թողնում ձեռքը, ով իմանա, այս օդաչուներն ու ուղևորները կարող է աղմկեին և Չիպոյին դռնից դուրս նետեին։ Իհարկե գիտենք, ինքնաթիռի լուսամուտները չեն բացվում, ինքնաթիռը տուն չէ, ոչ էլ գործարան։ Պիտի ճաշեին։ Ուղևորները բացեցին թիկնակներին կպած սեղանիկները և լուրջ տեսքով սպասում էին։ Չիպոն նորից մտածեց. տեսնես Արեգը ուր մնաց։ Արեգը իր ճաշից առանձնացրեց աղցանի մեջ կտրտված գեղեցիկ տեսք տալու համար խնամքով ձևավորված իր չիմացած բույսի թերթիկներից և մցրեց մայրիկի գրպանը։ Լիլիթն էլ այնպես էր նստել, որ Չիպոն չճնշվի։ Կրյան ձգեց գլուխը, պատյանից հանեց ու մանր ատամներով կրծոտեց, կուլ տվեց։ Արեգն ուզում էր ջուր լցնել գրպանի մեջ։ Մայրը համառեց. ամոթ է,
կկարծեն։ Պարզ է։ Արեգը հասկացավ ու ինքը խմեց։ Չիպոին շատ կարճ թվաց թռիչքը։ Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայանում կրկին արագացավ Լիլիթ տիկնոջ սրտխփոցը, դարձյալ ջղաձգվեց ձեռքը և պինդ բռնեց Չիպոյի պատյանը։ Չիպոն վտանգի մոտիկությունից կծկվեց։ Փակվեց պատյանի մեջ, ինչպես մարմարիկ գետի հովտում, երբ իրեն արջ կամ աղվես էր տեսնում։ Նրանք իջնում էին վերևի խիտ անտառից։ Արցունքը նորից բարձրացավ Արեգի աչքը։ Ինչ երկար տևեց սրտխփոցը։ Չիպոն լսում էր ու նրան թվում էր, թե անձրև է գալիս կարկտախառն։ Ջուզեպպեն խոսում էր գերմաներեն, և դա օգնեց, որ Լիլիթ տիկնոջ սիրտը հանգստանա, իսկ Արեգի արցունքը էլի ետ թռչի գնդակի պես։ Մտան Գերմանիա։ Չիպոին դուրս հանեց Լիլիթը, և Արեգը այնպես ուրախացավ, որ արևը ամպի ճեղքից դուրս եկավ, ու Գերմանիայում միլիոնավոր մարդիկ մողեսի պես ձգվեցին պայծառ շողերի տակ։ Ինչ իմանային, որ դա Արեգի ուրախության ուժն էր արել։ Չիպոն էլ պակաս չզվարճացավ, նա այդքան երկար չէր փակվել մութ գրպանում և իր սեփական պատյանում։ Չիպոն Արեգի ձեռքի միջից նայում էր մեքենայից դուրս և զգում, որ սա շատ ուրիշ երկիր է։ Տներն ուլունքի պես շարված, գունավոր փեթակների նման հմայում էին մարդ-մեղուների։ Մեղու մարդիկ քայլում էին հիմնականում շեկ մազերով և թվում էին փոքրիկ արեգակներ ու շիկամաս աղվեսներ, միայն թե աղվեսները այդքան կապույտ աչքեր չեն ունենում։ Ինչ մեծ գետ էր հոսում ճամփի եզրին։ Դա իսկի էլ մարմարիկը չէր, սակայն մարմարիկը քարքարոտ հուն ուներ, և Չիպոյին դա ավելի հարազատ էր թվում։ Ինքը նման էր արևի տակ կապտականաչ դարձած գլաքարերին։ Հոխհեյմ քաղաքի խաղողի այգիները վայելչագեղ ձեռագրի պես մաքուր և գծագրված էին։ Չիպոն հիշեց Հայաստանի հուրթի այգիներն ու նրան թվաց, թե ընկել է ռոբոտների աշխարհ։ Նա հեռուստացույցով էր տեսել ռոբոտներին ու նրանց մինչև կարգավորված աշխարհը, և սիրտը մի վայրի խաղողի վազ ուզեց։ Գերմանացի վարորդն ասաց. հասանք։ Նրանք միշտ էլ գիտեն ուր են գնում, ավելի ճիշտ նրանց մեքենաներն են այդքան բան իմաց։ Հասցեն տուր ու մի կողմ քաշվիր։ Կովի պես գնում կանգնում են իրենց տիրոջ դռան առջև, այս դեպքում ուրիշի դռան դիմաց։ Ջուզեպպեն իջեցրեց ճամպրուկները, Արեգը Չիպոյին, Լիլիթն էլ թեթև ցելոֆանե տհաճ ճռճռացող տոպրակները։ Եվ Չիպոն դռան բացվելուց հետո միանգամից մտավ Ջուզեպպե, Լիլիթ, Արեգ ընտանիքի տունը։ Արեգը տոպրակից հանեց կաղամբի թփեր և դանակով մանր կտրատելուց հետո դրեց կրիայի դեմ, որն արդեն ծանոթանում էր մանրահատակի ողորկության հետ, և դա շատ հոգնեցուցիչ ու անդուր էր քայլելու համար։ Չիպոն կանգնեց սեղանի տակ ու անհավես կրծոտեց կաղամբաթուփը։ Մեկ էլ մի հիացական ճիչ լսեց։ Գայանեն էր, որ հարևան բնակարանից ներս մտավ ու տեսավ Չիպո կրիային։ «Այ սա հրաշք է», ճչում էր Գայանետի կինը, «սրանից մեր Հայաստանի հոտն եմ առնելու»։ Չիպոն մտածեց. հոտերը լինում են վատ և դուրեկան։ Տեսնես ինչ հոտ ունեմ, որ հիշեցնելու է այն էլ հայրենիքի հոտը։ Էդ հայրենիքը վա՞րդ է, փտած տա՞նց, թե աշնան խաժամ։ Արևը մայր էր մտել, ու Ջուզեպպեն ասաց. ես գնում եմ քնելու, վաղը գործարան եմ գնալու։ Ճիշտ որ արձակուրդն ավարտվեց, տխուր ասաց Լիլիթը։ Արեգը Չիպոյին բռնեց, տարավ, տեղավորեց ստվարաթղթե մի տուփի մեջ։ Թող քնի, ասաց Լիլիթ մայրիկին։ Հա, հոգնած կլինի, հսկա ճամփա է անցել, պատասխանեց Լիլիթ տիկինը։ Իսկ Չիպոն մտածեց. ես ոչ մի ճամփա էլ չեմ անցել, ինչու պիտի հոգնած լինեմ, գրպանն է անցել, թող ինքն էլ քնի։ Տուփի մեջ մութ էր, ինչպես գրպանում։
թող տուփը քնի, մտածեց Չիպոն ու ինչպես միշտ լռեց, չխանգարելու տուփի ստվարաթղթե քունը։ Բայց համա թե շատախոսն էր տիկին Գայանեն, նա անվերջ հարցնում էր Հայաստանից, Երևանից, ծանոթներից, ինչքան էլ շատ անուններ գիտեր։ Չիպոն իմացավ, որ նա և Լիլիթը ջութակահար են, թե ինչ բան է դա, նա հետո կիմանա և պարզ է, շատ կզայրանա, բայց կրյաները իրենց զայրույթը պահում են պատյանի մեջ և չեն թողնում դուրս գա, անհանգստացնի մյուսներին։ Չհամբերեին, չէին կարող ծանր պատյանը քարշ տալ, և նա բաց աչքերով երազեց, ու աչքերի մեջ մեկ-մեկ նկարեց մարմարի գետը, արջ ու աղվես, թիթեռ ու մեղու, անձրև ու քամի, կայծակ, ծառ և կրյաներ, հայր ու մայր։ Լացը եկավ, բայց նա երազում չէր լալիս, այն էլ բաց աչքերով, երազն էր բռնել աչքերը, արցունքի տեղ չկար։ Բայց լավ մարդիկ են այս Ջուզեպպե, Լիլիթ, Արեգը, հատկապես վերջինը, որը զանգեց գերմանացի ընկերոջն ու գերմաներեն հպարտ տեղեկացրեց կրյայի, Չիպոյի, իմ մասին, մտածեց Չիպոն։ Ընտանիքը քնեց, Չիպոն էլ ետ չմնաց, ինչքան չլինի օտար երկրում են։ Դեռ այսքանը, իսկ Չիպոյի արկածները շարունակվում են։ Կհանդիպենք հաջորդ անգամ։ Մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի յութուբյան ալիքին։ Կհանդիպենք։